եկեք խոսենք Bitcoin-ի կուրսի մասին, նրա մասին թե ինչի է Bitcoin-ի գինը ընկնում ու ինչու է շատ հավանական, որ առաջիկա ամիսներին մենք տեսնենք այս տենդենսի շարունակությունը ու գուցե կուրսը իջնի մինչև $60,000 կամ ավելի ցածր։ Նախ Դոնալդ Թրամփը որոշում ստորագրեց Bitcoin-ի ստրատեգիական ռեզերվ կազմելու հետ կապված, նաև մեծ համաժողով արեցին ոլորտի ներկայացուցիչների հետ այս թեման քննարկելու համար, բայց շուկան բացասական արձագանքեց։ Պատճառը այն է, որ այս Bitcoin-ի ռեզերվը, որը պետք է ստեղծվի, այսպիսի սկզբունքներ են մեջը դրել, որ այն Bitcoin-ը, որը Ամերիկան ունի, պետք է չվաճառեն։ Երկրորդն էլ այն է, որ իրանք պետք է ձգտեն իրանց ունեցած Bitcoin-ը շատացնեն, բայց դա պետք է անեն այնպիսի եղանակներով, որով չի վնասի հարկատուներին։ Այդ բյուջեից փող ծախսելով Bitcoin չի առնելու Ամերիկան այս պահի դրությամբ։ Հետո միշտ հիշում ենք այն սկզբունքը, որ երբ որ բամբասանքներ կան ինչ-որ կարևոր լուրի հետ կապված, պետք է այդ ժամանակ առնել, իսկ երբ որ բուն նորությունն է գալիս, արժի վաճառել, որովհետև այդ ժամանակ պիկն է հիմնականում լինում, այդ ժամանակ վաճառում, այսինքն sell the news կոչեցել ենք տեսանք նաև այս իրադարձության հետ կապված։ Բայց թե ինչի է հիմա Bitcoin-ը ընկնում, ավելի շատ կապված է ընդհանուր ռեցեսիոն վախերի, ընդհանուր տնտեսական ճգնաժամի, որ Ամերիկայի արժեթղթերի շուկան հիմա անկում է ապրում։